Եթե Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից նայեք Ռոբերտ Քոչարյանը յուր ձիավորներով եւ Նիկոլ Փաշինյանը յուր մեգա դախլչիներով իրանք հակառակորդ չեն։ Եվ հարցազրույցներ են տալիս ազատության մեջ են, այսինքն բացին այդ որ ազատության մեջ են, իրանք բան են, ասենք նույն բանն են անում։ Այսինքն իրանք նույն արժեքային համակարգի մեջ են։ Իրանք իշխանություն են, Ռոբերտ Քոչարյանը իշխանություն է։ Այսինքն մենք ունեցանք նույն պատկերը, եկեք Էջմիածնի ընտրություններով դատենք, փաստորեն արդյունքները իհարկե թեժ պայքար եւ այլն։ Ոչ մի թեժ պայքար չի եղել։ Բայց արդյունքում մենք ունեցանք այսօրվա ազգային ժողովի ոչ մի թեժ պայքար չի եղել։ Այդ ընդդիմադիր բաներից մեկը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի կուսակցության փոխնախագահ եւ գործող կառավարության էկոնոմիկայի նախարար Քավորն է։ Թե հարսանիքի, թե երեխեքի։ Էլի քավոր սանիկներով են, հա։ Քավոր սանիկներով դուս են եկե պայքարի, լուրջ։ Կամ ասենք Նիկոլ Փաշինյանի եւ ավելի ռուսամետ ուժերի տարբերությունը ո՞րն է։ Ոչ մի։ Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի Սերժ Սարգսյանի դիրքերի վրա կանգնած, ասենք ասում է, որ չէ, մենք բան գուբերնիալային ավտոնոմ բան ինքնավար իրավունքով պետք է լինենք, իսկ բանը Ռոբերտ Քոչարյանը ասում է, չէ, մենք ուղղակի գուբերնիալ ենք։ Կոպիտացած մեկը ասում է, մենք Օմսկ ենք, մյուսը ասում է, չէ, Թաթարստան։ Ну, պայմանական Թաթարստան, Բաշկորտստան, չէ, մի քիչ ավտոնոմիայով։ Մի քիչ ավտոնոմիայով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հապկում է, Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ում է, Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հետ է, Նիկոլ Փաշինյանը ուրախ թռվռում է, որ կոմբիկեր է ստանում Ռուսաստանից, Ռուսաստանով։ Դե ասում եք կառավարությունը չի պատվիրել, դա մասնավորի գործ է։ Եղբայր, եթե մասնավորն է պատվիրել, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ գրողի գործ ունի դրա մասին խոսելու։ Մասնավորը պատվիրել է, այդ նորը ասել եմ, մի հատ էլ կասեմ, հիշում եք Սվորաֆը, որ մահացավ, այդ որ ասում են առաջի ինքնաթիռը եկավ Ադրբեջանից, չէ, Սվորաֆը որ մահացավ, ստեղ հողակավորված արարողություններ Բաքվից ինքնաթիռներ էին իջնում։ Մեջից մի հոգի էր դուրս գալի, բայց գալիս էին այդ ինքնաթիռները։ Հենց որ ինձ հեքիաթ մի պատմեք, մասնավորին որ պետք եղավ ինքը կբերի, մասնավորը մինչև էտել էր բերում, Ռոստելեկոմը Ադրբեջանով ինտերնետ էր բրդում։ Այսինքն այդ տնից չի, որ վարչապետը էլ է կանգնե խոսացել ես, որ առաջի անգամ, չգիտեմ, պոեզի գծով ինչ-որ բան եկավ, դու պարզվում մասնավոր, դու խես մասնավորին գովազդում։ Խես մասնավորին գովազդում հայ-ադրբեջանական կապերն է գովազդում։ Բայց ոչ մի հայ-ադրբեջանական կապ չկար, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության բանի մեջ ֆիքսվելու է, որ այդ ապրանքը մտել է բանից, ծագման երկիրը Ղազախստան, մուտքի երկիրը Վրաստան։ Ադրբեջանը լավություն է արել, բացել է։ Հասկացա, բայց դրա ապացույցը չկա։ Կոպիտ ասած, ինչն ես գովազդում։ Որ Ադրբեջանով եկել է մասնավորի Ինչի համար էր այդ ամբողջ պատմությունը։ Թե որովհետև ինքը մի ձև պիտի ցույց տա, որ այս ամեն ինչը որ ինքը անում է, ինչ որ նշանակություն ունի Հայաստանի համար, զերո նշանակություն ունի։ ԵԱՏՄ-ից նորից եմ ասում, տեսեք, ԵԱՏՄ-ից ցորեն է բերել։ Այդ ցորենը եկել է Վրաստանով մտել է Հայաստան։ Ընթացքում գնացել է Ադրբեջանով։ Okay, եթե այդ ցորենը Վլադիվոստոկից բերեր։ Պետք է ամբողջ այդ Խաղաղ օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի, Սինգապուրի եւ Ցեյլոնի նավահանգիստներով բոլորը ֆիքսեր, որ եկել է, հա, այտենց ընդեղով է եկել, ընդեղով չի եկել, Հիմա լավ, որ մենք դրոնների համար բան ենք բերում, ասենք, պետք է նշենք, որտեղով է գալիս, Հոնկոնգով, Սինգապուրով, վերջում բանով, Դուբայով, Աբու Դաբիով, սա պետք է նշենք։ Պիտկով Կուշների ինձ թվում է ապացույց չունեմ, բայց շատ նմանակաշռակերության հետ ենք։ Վիտկոֆը այդն Բեդովլատն է, որը անշարժ գույքի գործակալ է եւ որը արագի մեջ պետք է գործարքը փակի։ Հետաքրքրությունը պարզ է, ինքը հանդիպել է ամեն անգամ այդ անունը ասելուց տա Կիրիլ Դմիտրիևի հետ եւ այն ընթացքում, երբ Ամերիկայում բաներ շատդաուն էր, այսինքն պետական համակարգը չէր ֆինանսավորվում կանգնած էր, պարապուրտ էր մատնված, այդ թվում անվտանգության ծառայությունները։ Այդ ընթացքում, մինչև դա տեղի ունենում Դմիտրիևի այցը, մի հատ Ֆլորիդա, մի հատ Նյու Յորք։ Այսինքն մի հատ այնտեղ որտեղ որ կներեք արտահայտության համար բնակվում է Վիտկոֆը, մի հատ այնտեղ որտեղ տնտեսա Կուշներն է։
որից հետո իրանք ակտիվանում են եւ առաջ են քաշում այս նախագիծը ինքը իրենով ներկայացնում այսինքն այնուամենայնիվ ներողություն Միացյալ Նահանգների նախագիծ խաղաղության ինչ ձևակերպումը Կուշներ Վիտկոֆի փաստաթուղթ որը իրենից ներկայացնում է 22 թվականի Ստամբուլյան պրոտոկոլների ռուսական կողմի ներկայացրած օրինակ 22 թվական ընդ որում այդ ժամանակ էր որ դեռևս Ազովստալը կար այսինքն Ազովստալում հələ Ազովի տեղիքը լրված էր սա այդ նախագիծն է սա ոչ միայն չի լինելու սա ոչ միայն Ամերիկայի հետ կապ չունի իրանք ինչ-որ կերպ Տրամպին ասել են մենք սա ամեն ինչ երևի ամեն ինչ համաձայնեցրել ենք սա կանենք Տրամպի անհետևողական եւ մեծ հաշվով անողնաշար արտաքին քաղաքականության շնորհիվ սա դարձել է ինչ-որ թեմա բայց իրականում ոչ մի բան չի լինելու սրան արդեն 22 թվականին ասել են ոչ դեռ նախատեսվում է որ Ուկրաինան ամեն ինչ պետք է հրաժարվի այդ թվում որ Ուկրաինայում ռուսերենը պետք է դառնա պետական լեզու ես չեմ ճանաչում ուկրաինական քաղաքական գործչի նույնիսկ անուն տվող անձ որը կասի, այսինքն մեկը լինի, որ ասի, որ ես ճանաչում եմ մեկ ուկրաինական քաղաքական գործիչ, որը այս փաստաթուղթը կստորագրի։ Ստիպեն Զելենսկուն եւ հետո ասեն դրական որոշումներ կայացնելու հնարավոր չի ստիպել Ուկրաինայի նախագահին, որ ինքը ճանաչի, որ բանը ասենք ամբողջությամբ սա Դոնբասը տալիս է Ուկրաինան պիտի զորք չունենա, զենք պիտի չունենա, Եվրամիություն չմտնի, ՆԱՏՕ չմտնի, հրթիռ չունենա, համել ռուսերենը պիտի դառնա պետական լեզու։ Բացառվում է գոյություն չունի տենց նախագահ, առավել եւս Զելենսկին։ Զելենսկին հիմա որ թողես ոտը կտա մեկին, որ այդ ոտը խփեն այդ թուղթը ստեղծողի կամագին, որ ինքը գնա իր տունը։ Ինչ է կարծում ինչ կլինի։ Ոչ մի բան։ Կուտացնեն այս թուղթը։ Կպատրեն, կասեն։ Չէ, կտանեն, կբերեն, կլմլմցնեն կգնա։ Բոլորը գիտեն որ անողնաշար է այդ մարդը։ Թրամփը։ Հա, մի շաբաթ կմալն կմոռան։ Կամբոջա եւ Հա, էլի Կամբոջա, Ալբանիա, 8 երկիր, բան ինչ-որ sense, մի կալոտ կարտ կտանի կնվիրի Լաս Վեգասից, բան կասես շլավ կարտեր ունեմ, որը բացում ես Ղարիտուզը։ Ասեմ, իրականում նա լավ բան կա, որը կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այո։ Եվ մեծ հաշվով էներգետիկ ոլորտի։ Սա լավ է։ Իրականում սրա մի մասը կա նաև այդ փաստաթղթերում, որը Տրամպի հետ է ստորագրված։ Բայց Հայաստանը ստացել է այդ նոր չիպերի արտահանման լիցենզիա, որը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել, ցավոք սրտի, էլի եմ ասում, ստեղ բանա չէ, սաղ մեղր է, բայց մի քիթալ մեջը բան կա, ցավոք սրտի մեր ոլորտի պատասխանատուները, մասնավորապես փոխվարչապետի մակարդակով, վստահություն չեն ներշնչում, որ իրանք սա չեն ծառայեցնի Ռուսաստանին։ Հենց որ բացահայտեն, որ սա ծառայում է Ռուսաստանի շահերին, մենք դրանց կզրկվենք։ Ինչպես կարող է դա ծառայել Ռուսաստանին, Artificial intelligence-ի մեծ այդ բանը գործարանը ֆաբրիկը դրվի, շուտ դատա ցենտրներ դրվեն ու Ռուսաստանին տեղ տրի, որ ինքը տեղ հաշվարկ անի, օրինակ հրթիռներ հաշվարկի։ Կամ համատեղ ինչ-որ բաներ արվի։ Յա տեսեք, որպիսի մենք ստանանք ամբողջական ոչ թե կրտած այդ ամբողջական շահույթ, որ ստանանք այս տեխնոլոգիական զարգացումից եւ մեր բաներից, որքան էլ որ դա ցավալի չի շատերի համար, այդ 40 սուպեր դախլչիների սպեկուլյանտների համար, մենք պետքա այսպես կտրվենք հապկից եւ ԵԱՏՄ-ից, որպեսզի նորմալ զենք ստանանք։ Նորմալ տնտեսություն զարգացնել։ Ես հասկանում եմ շատերի համար դա շատ դժվար է պատկերացնել։ Դե մենք ավելի խրվեցին կարծես։ Այդ է դա հարցը։ Այս Տրամփի որ Տրամփի ուղին հասկանում եք, երբ որ Տրամփի ուղու մասին Նիկոլը խոսում էր, ինքը բոլոր ասիական երկրները թվարկեց, Եվրոպային բան չասեց։ Սրանում է խնդրեմը, որ մենք ցավոք սրտի ունենք խորը ասիական մտածելակերպով, բարդույթներով լի ղեկավարություն։ Դե դրա համար էլ մեզ դիտարկում են այնտեղ փաստորեն։ Ոչ։ Մենք մեզ պետք է ոչ, մեզ դիտարկում են այնտեղ դրա համար մենք ունենք այդ կաբան, ինչն է կոնֆլիկտը հայ-եվրոպական եւ հայ-ամերիկյան հարաբերություններում, որտեվ դա կա։ Ամերիկայի համար Հայաստանը Ասիա է։ Ամերիկայի պետական դեպարտամենտում իրոք չեն հասկանում, օրինակ ես որ ասում եմ ինձ մի դիտարկեք ասիական երկիր,
Ասիան դու ես, ոչ թե ես։ Ինքը դրանից ինքը չի հասկանում։ Իրա համար գոյություն չունի այդ բանը։ Որում փակագծում ասեն, որ Վրաստանը այդպիսի խնդիր չունի։ Վրաստանը այդպիսի խնդիր չունի, որովհետև ամենասկզբից, երբ դեռևս պետդեպարտամենտում նորմալ մարդիկ էին նստած, որովհետև սերունդ դա փոխվել։ Այն ժամանակ, երբ որ այդ հարցը կանգնած էր, երբ որ ասենք Մակկեյնն էր հարց լուծում, որը Վիետնամում կռվել էր, որը գիտեր, որը որից հետո է, այդ ժամանակ ստեղ նստած էր այս կներեք արտահայտած համար Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը կարար դա աներ, հասկանում եք, երբ 99-2000 թիվն էր Հայաստանը երևի հիշում եք, դիտարկում էր ժողովրդավարության կղզյակ։ Եվ թե Եվրոպան, թե ԱՄՆ-ն դիտարկում էին Հայաստանը որպես հիմնական արևմտյան, արևմտամետ երկիր։ Այս սրա հախից եկավ Ռոբերտ Քոչարյանը եւ ռազմական հանցագործ Պուտին իր գաղափարական հայրը։ Այսինքն Քոչարյանի գաղափարական հայրը Ռոբերտ։ Էտա հարց։ Հիմա մենք որ բան ենք անում, տեսեք, մենք ունենք զարգացման հնարավորություն, մենք տեմպ ենք կորցնում։ Մենք էլի բան, Ամերիկան միևնույնն է, այս տարածաշրջանում չի կարա երկար լինի։ Հենարան չունի։ Եթե Ամերիկայի հենարանը Նիկոլ Փաշինյանն է, ես ցավում եմ Ամերիկայի համար։ Տարածաշրջանում ինքը հենարան չունի, որովհետև այսօրվա դրությամբ իրանք ստեղծում են Սելջուկ բոլշևիկյան այդ հրեշին թուրքական, դրանք հենարան չեն։ Աչքը թերթեցիր, քեզ կմորթեն կնգատ երեխեքիդ կբռնաբարեն։ Իմ կարծիքով իրանք ուզում են մնան իշխանության, ենթադրելով, որ երբեք ուշ չի լինի, որ իրանք մտնեն Եվրամիություն։ Հասկանում եք։ Իրանք Եվրամիություն մտնելը ուզում են պահեն, ոնց որ Էշիդեմը պահում են բանը, գազարը։ Իրանք ուզում են այս ժողովրդին էշի տեղ դրած հեծնեն, բանանեն, այնքան մինչև դե տեսեք կմտնենք, մեզ մի հատ էլ իշխանություն տվեք, մի հատ էլ, որ իրանք լափեն, իրանց քածերին լափացնեն, իրանց վաստակները օրինական եւ ոչ օրինական հիպոթեկներ ստանան, այդ հիպոթեկներն բանանեն, դե մի մասը ջայել է, բանա, տենց էլ նոր են ուզում են բանանեն, իրանց սուպեր դախլչիները, որ իրանց ֆինանսավորում են, դրանք էլ լավ զգան, խնդիրը նրան որ տեմպ ես կորցնում, ինչ-որ մի պահ կորցնելու են այդ հնարավորությունը, այդ դա իրանք չեն հասկանում, քանի որ հիմնականում քաղքենի են։ Ոնց ուզում եք վերաբերվեք, Ամերիկան միևնույնն է ամենահզոր երկիրն է աշխարհում այս պահին, ամենահզոր տնտեսությունն է։ Դուք ունեք անհեթեթ քայլեր անող, անողնաշար եւ արժեքային համակարգի շեղումներով նախագահ այնտեղ։ Դուք չգիտեք ինչ ա լինելու 26-ին։ Ինքը կարա մի շաբաթ հետո Զելենսկուն ասի չէ, в общем, 3 րոպեից պիտի ստորագրես այս թուղթը եւ ամբողջ եվրոպական անվտանգային համակարգը փլուզվի դրա պատճառով, այսինքն երրորդ համաշխարհային սկսի, որտեղ Պուտինը չի կանգնելու, Իրան այդ 600,000-ը տանը պետք չէ։ Ինքը այդ 600,000-ին բրտելու է Լեհաստան։ Կամ ասենք կարա կանգնի ասի չէ, ոնց որ Պուտինի վրա ջղայնացա, ինչ կա սաղ անջատեք, Սվիֆտա, նավա, բանա, սաղ անջատեք, հակառակը գնա։ Այսինքն դուք ոչ մեկը չգիտեք ինչ ա լինել։ Ցանկացած պարագայում ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմ։ Չի լինել ուրիշ լուծում։ Ես ինչ եմ ցած բանով ասում։ Այս որ տանում եք Թուրանի մեջ գցում եք Հայաստանը այդ բաների Սելջուկ բոլշևիկյանների հասկանում եք որ պատերազմ է սպասվում։ Դրա համար եք տանում գցում, հա։ Որտեւ այդ պատերազմի շորշոպի տակ 3 միլիոն մարդ կոտորելը Վաբշե հեշտ է լինելու։ Եթե չեղավ Հայաստանը նորմալ տեղ, այսինքն խոսքը նրա մասին չի, որ Եվրոասոցիացիան թուղթը տակ։ Խոսքը նրա մասին է, որ քո տարածքում Թուրանի բաշիբոզուկները չֆրֆռան ազատ։ Ոչ թե նրա մասին է, որ թղթով ինչ ես, արա ես մեռել եմ սրանց բացատ չեն հասկանում։ Իրանց թվում է, որ թղթով են սահման պաշտպանում։ Կամ թղթով դու որ Եվրամիությանը, չէ, տենց չի տղեկ, տենց չի։ Դու պետք է լինես, արժանապատվություն պետք է ունենաս։ Դրա մասին է խոսքը, այս ամենամեծ խնդրեմը իշխանությանն է, որ արժանապատվություն խնդիր ունեն։ Իրոք խնդիր ունեն։ Չէ, կարան Վազիկին դատի տան, մի հատ տանեն գործով նստածնեն։ Հարց չկա, թե որ ասում արժանապատվությանը վնաս է տալի, բայց խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ դու Եվրոպայից մի հատ մեդալ չունես, բայց Թուրանից արդեն շքանշան։
Շնորհակալ։